ԵԱՏՄ անդամ է եւ տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի գործում են։ Այդ թվում թրիփը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ Այո։ Իսկ այդտեղ համագործակցության խնդիր առաջանալու է կամ ինչ-որ խնդրահարույց մի բան կարող է լինել, որտեղ կողմերը ամեն դեպքում պետք է համատեղ աշխատանք անեն, չէ՞։ Ընկերությունը որ կստեղծվի, նկատի ամերիկյան եւ ռուսական կողմի հետ այդ կարգավորումների շփում։ ԵԱՏՄ-ի մասկսային կարգավորումները մեր մասկսային մարմիններն են իրականացնում։ Այնպես որ մենք այդտեղ Ռուսաստանի հետ ինչ-որ հարց չի առաջանա համատեղ աշխատանքի, ինչ-որ համատեղ բազաներ ստեղծելու, ես հարցնում եմ, որտեղ չեմ պատկերացնում։ Այս փուլում որևէ հարց չի ծագել։ Արդյոք արտգործնախարարությունը արձագանքել է Ադրբեջանի հայտարարություններին, գործողություններին, որոնք արվում են, մասնավորապես Նախիջևանում գիտենք, որ կոնտրաստ եղավ, որը հաստորեն պետության կողմից էր աջակցություն ստանում եւ հետո հայտարարություններ հնչեցին, այդ թվում նաեւ նախագահի կողմից իրենց Միլիմեջլիսի։ Այս դեպքում ինչու արտգործնախարարությունը հայտարարություն չի անում եւ չի արձագանում։ Մենք Ադրբեջանի հետ դրական օրակարգի մեջ ենք, բայց կան նաև որոշ ապակառուցողական հայտարարություններ, եթե մենք արձագանքի կարիք տեսնենք, անենք։ Պարոն Սաֆարյան, երբ որ մենք լռում ենք այս դեպքում, մենք արդյոք չենք թույլ տալիս, որ նրանք լեգիտիմացնեն այս թեզերը եւ նաեւ ներկայացնեն միջազգային այլայններ։ Մենք այս փուլում դրան արձագանքելու կարիք չենք տեսել, եթե կարիք լինի, ապա արձագանքենք։ Չեք տեսնում այս մասով։ Նրանք փաստորեն մեծ էկրաններին ցույց են տալիս Երևանի փողոցները, ասում են տարածքներն է պետք է վերադառնան, Ղարաբաղյան Ադրբեջանը եւ այլն։ Եվ գիտեք, այդպիսի դրվագներ անընդհատ լինում են եւ այն պահին, երբ որ մենք տեսնում ենք դրան արձագանքելու կարիք ենք։ Պարոն Սաֆարյան, Իսրայելի Պաստորեն պետական աջակցություն ունի, սա ոչ ուղղակի ՀԿ-ի ներկայացուցիչներն ովքեր նախաձեռնում են այսպիսի կոնֆերանսներ, միջոցառումներ, այլ պետական աջակցություն ունի։ Ինչպես է ստացվում, որ Ալիևի կողմից խաղաղությունից է խոսում, մյուս կողմից այսպիսի գործիքակազմիկ են անում։ Կրկին նշեմ, որ այսպիսի դրվագներ լինում են, եւ մենք դա ապակառուցողական ենք համարում, եթե հավելյալ արձագանքի կարիք ունի։ Պարոն Սաֆարյան, Իսրայելը որ ճանաչում է Իսրայելի Քնեսեթը, որ պիտի ներկայացվի հայոց ցեղասպանության ճանաչման այդ բանաձևը, մեր ԱԳՆ-ն ինչ վերաբերմունք ունի այս պահին եւ արդյոք դա ինչ որ վտանգներ ունի տարածաշրջանային իմաստով Հայաստանի համար։ Արդյոք դա անդրադարձել է այս հարցին, մենք արձագանքի կարիք չենք տեսնում։ Ավելի մանրամասնորեն խնդրում եմ բացել, որովհետև հիմա դա զարգանում է, Թուրքիան արձագանքել է, Ադրբեջանը արձագանքել է, դրանից հետո կուզեի, որ ԱԳՆ ներկայացուցիչը արձագանքեր։ Մենք դա համարում ենք հայոց ցեղասպանության հարցի զենքավորում եւ զենքայնացում եւ արձագանքի կարիք չենք տեսնում այստեղ։ Պարոն Սաֆարյան, Բաքվից հայտարարություններ են հնչում, մասնավորապես անհետ կորածների մասով տեղեկությունների փոխանակման մեխանիզմի ստեղծման, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների միջև այդ մեխանիզմի ստեղծման։ Արտաքին գործերի նախարարությունը այս մեխանիզմի մասով ինչ կարծիք ունի եւ արդյոք աշխատանքներ են տարվում այդ մեխանիզմը երկուստեք իրագործելու համար։ Այս հարցով խնդրում եմ դիմեք ԱԳՆ-ին պաշտոնապես։ Պարոն Սաֆարյան, իսկ թրիփի այդ գործնական աշխատանքները, այսինքն երբ որ կսկսվի արդեն կոնկրետ երկաթուղու կառուցումը, կա ինչ-որ պատկերացում, երբ կմեկնարկեն աշխատանքները։ Ես հիմա դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, բայց աշխատանքները անընդհատ իրականացվում են եւ դրա վերաբերյալ այսինքն այն իրավական հիմքերը, որոնք որ ստորագրվել են, վավերացման կգնան այդ համաձայնագրերը, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ աշխատանքներին, ինչ որ արվում է իրազեկում ենք, հավելյալի մասին անպայման։ Իսկ կողմերը ունեն ընդհանուր պատկերացում, թե գոնե մոտավոր ինչ ժամկետներում ամբողջությամբ այդ ծրագիրը կհասցնեն ավարտին։ Ես դժվարանում եմ հիմա ասել, բայց դրա վերաբերյալ որոշակի իրազեկում եղել է։ Պարոն Սաֆարյան, դուք ասացիք, որ կարիք չեք տեսնում, հա, արձագանքելու Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման այդ բանաձևի հետ կապված, ինչու, որովհետև հայոց ցեղասպանությունը իշխանությունների, հա, արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ, թե կաշկանդվածություն կա Թուրքիայի հետ մեր հարաբերությունները հնարավոր է ավելի լավանան կամ լավանան։ Արդեն հնչել է, որ ես նորից կրկնեցի նոր, թե ինչի մենք չենք ուզում արձագանքել, ինչի չենք տեսնում արձագանքելու կարիք։ Սաֆարյանի սահմանազատման գործընթացի ֆրոնտում ինչ նորից գործընթացի։ Փաշինյանին դուք ունեցիք, բայց
մեկնաբանեցիք, թե ինչու չեք ցանկանում արձագանքել։ Ես վարչապետի հայտարարությունները չեմ մեկնաբանում Ձեր կարծիքն են ուզում եք, վարչապետի մի մեկնաբան։ միանշանակ կիսում եմ կարծիքը վարչապետի, այսինքն դա Հայաստանի պաշտոնական դիրքն է։ Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հարցադրմանի պատասխան ինչ կասեք, ինչ կուլում է գործընթացը, առաջիկա ամիսներին սպասվում է որևէ սահմանադրում եւ հատվածում սահմանազատման գործընթացը։ Վերջին կայացած նիստի վերաբերյալ Հայաստանում կայացած նիստի վերաբերյալ պաշտոնապես իրազեկվել է, եղել է հաղորդագրություն, եթե լինեն նոր վայրացումներ, կասեմ։ Պարոն Սաֆարյան, դուք բարբերաբար պաշտոնական պատվիրակության կազմում դիտում եք մոսկովյան այցերի ժամանակ։ Թրիփի հետ կապված այս հայտարարությունները, որ արվում է, բարձրացվում է նաև այդ հանդիպումների ժամանակ, նկատի ունեմ այդ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում իրենք բարձրացնում են իրենց մասնակցության հարցը։ Մենք ռուսական կողմի հետ Թրիփի վերաբերյալ քննարկում չենք տանում։ Բայց իրենք բարձրացնում են հարցը, իրենք ինչ որ բացի այս հրապարակային հայտարարություններից, օրինակ խոսում են իրենց մասնակցության մասին, իրենց պատկերացումներից, ինչ որ այն ինչը հայտարարում են հրապարակային նկատմամբ նաև առանձին հանդիպումներում խոսում են այդ մասին։ Կրկին նշեմ, որ մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս բանի նման հարց չկա։ Ինչպես եք իրենցից Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև Ռուսաստանի արտգործնախարարությունը բավականին կտրուկ հայտարարություն Դե հարց հնչեց։ Կրկնեք ձեր հարցը չլսեցի։ Ասում չեմ մոռացել, ասում են եթե լինեն ինչ ընթաց կտրվի դրան։ Ես չեմ կարող ապագայի մասին ինչ որ կանխատեսումներ անել, դուք հարցնում եք ենթադրյալ ինչ որ գործընթաց։ Պարոն Սաֆարյան, Թրիփի վերաբերյալ նորոգվեցին նորից այն քննադատությունները, որ Հայաստանի ինքնիշխանության հետ կապված խնդիր կա, թեև մանրամասնորեն գրված է այնտեղ մեր իրավազորության լիազորությունների մասին, եւ այդ նորոգված կարծիքներով ֆրոնտ օֆիսը, բեք օֆիսը դրանք ուղղակի ծխածածկույթ են, քանի որ մոտիկ չեն թողնելու մեր վերահսկողական գործառույթը, մեր վերահսկիչներին ուղիղ շփման։ Այդ մասին ընդդիմությունն է շատ ասում, առանձին մասնագետներ շատ վերլուծեցին։ Ինչ կարծիք եք այդ բեք օֆիս եւ ֆրոնտ օֆիս ձևաչափ հնարավորություն տալիս է վերահսկողությունը մեր իրացնելու։ Միանշանակ, այսինքն դուք կարող եք կարդալ ընդհանրապես։ Կարդալով չէ, գործնականում կարդացել եմ։ Եթե կարդացել եք, այնտեղ գործնականում այո տալիս է։ Ինչի մասն է խոսքը, լիովին իհարկե։ Հայաստանի իրավասության եւ իրավազորության եւ սուվերենության ներքո է։ Մենք բերստուգել կարողանալու ենք, մենք սահմանապատառայությունը իրացնել կարողանալու ենք։ Բերստուգելու ենք, կնքված վագոնը գալու է Հայաստան։ Ինչպես է լինելու։ Դրա ձևերը կմանրամասնվեն։ Միջև հիմա չի մանրամասնվել, թե ինչպես է լինելու։ Ինչ։ Այս շտաբը ինչպես է իրականացվելու։ Որովհետև Փաշինյանն ասում էր հիմա այն ժամանակները չէ, որ կպնեք ոտոտեք մարդկանց, պետք է Ձևեր կան, դա կարող է օնլայն իրականացվի, այսինքն թվայնացված ձևերով։ Մենք հետաքրքրված ենք, որ դա պարզեցվի։ հիմա դեռևս չկա հստակեցում ես